Շնորհակալ եմ, մեծարգո պարոն վարչապետ, իմ հարցը նախորդի շարունակությունն է, զրույցը կարծես շարունակում ենք։ Մենք իսկապես սոցիալական ոլորտում ծրագրերի իրականացման հարցում կարծում եմ, որ մենք զգուշավորություն ենք ցուցաբերել նախորդ տարիների ընթացքում, իհարկե օբյեկտիվ պատճառներով, ինչպես արդեն նշեցիք, բայց հենց որ մենք դրա հնարավորություն ունեցել ենք, մենք միանգամից այդ ծախսերը ուղղել ենք հատկապես խոցելի խմբերին։ Եվ նաև առողջության ապահովագրությունը ցույց տվեց, որ հատկապես ծառայություններն են փոխում մարդկանց կյանքը, այսինքն ֆինանսական աջակցությունը իհարկե կարևոր է, բայց եթե երկրում չկան համապատասխան ծառայություններ, դրանք չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ մարդկանց առողջության ու բարեկեցության վրա, եւ քանի որ մենք իրապես արդեն ոչ էսկալացիայի, ոչ կոնֆլիկտի խնդիրները չունենք եւ խաղության նոր դարաշրջան ենք սկսում, ուզում եմ հաջորդ կառավարության ծրագրի մասին այսպես հարց ուղղել, արդյոք կարող ենք ակնկալել, որ արդեն նոր ծրագիրը սոցիալական իմաստով շատ ավելի հավակնոտ կարող է լինել, որովհետև ձեր նաև նշած բոլոր խնդիրները եւ նաև մենք բոլորս ենք դա զգում, հիմնականում իհարկե կոնֆլիկտի հետ կապված խնդիրը մենք չեզոքացրել ենք։ Ինչ եք կարծում, այս իմաստով մենք մի փոքր ավելի հավակնոտ կարող ենք լինել, թե ոչ սոցիալական ծրագրերի համար։ Տիկին Բաթոյան, անկեղծ ասած, ես չգիտեմ զգուշավորություն ասելով ինչ նկատի ունեք, բայց այդ մտքի հետ եւ ենթատեքստի հետ չի համաձայնվի, որովհետեւ երեք ես նշեցի 2018 թվականից հետո մենք ինչ ենք արել։ Նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք։ Այսինքն հասկանում եք, վերցնել ու ինչ որ մի բան կրկնապատկել, դա ինչ ծախս է։ Երկրորդը, նվազագույն թոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն սպառողական զամբյուղին։ Երրորդը, ետվճարի համակարգն ենք ներդրել։ Հաջորդը, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում աջակցության ծրագիրն ենք ներդրել։ Հաջորդը, մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի ծրագիրն ենք վերափոխել, նախ բազային նպաստը ավելացրել ենք, նախկինում այդ նպաստը ստանում էին միայն աշխատող եւ ծննդյան արձակուրդում գտնվող մայրերը, մենք կարգավորը փոխեցինք եւ արեցինք, որ այնպես, որ բոլոր մայրերը այդ նպաստը ստանում են։ Սրան գումարած գյուղական բնակավայրերի, բնակիչ աշխատող մայրերի համար այդ նպաստը ավելի քան կրկնապատկեցինք։ Սոցիալական բնույթի ես երեք նշեցի, մենք բնակարանային ոլորտում մենք 320 միլիարդ դրամ գումար ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ այլն եւ այսպես շարունակ, այսինքն ես օրինակ անկեղծ ասեմ, մի հատ եկեք հետ նայենք, այլ ինչ պետք է անեինք, որ չենք արել։ Այսինքն ինչ պետք է անենք։ Ես որ անկեղծ հիմա հետահայաց նայենք, ասենք, այս մի բանն էլ պիտի անենք, առողջապահության ոլորտում փուլ եկել ենք, էլի որովհետև այդ կարգի համակարգերը ներդնելիս մենք պետք է լավ հասկանանք, ինչ մենք խոսում ենք աշխատավարձների կրկնապատկման, եռապատկման, քառապատկման մասին, բայց մենք հասկանում ենք, չէ՞, դա բյուջեի համար ինչ ծախսեր են ենթադրում։ Ես նկատի ունեմ, եկեք նայենք, դուք արձագանքի մեջ ասեց, օրինակ նախորդող շրջանում ինչ պետք է անենք, որ չենք արել։ Եվ ես կարծում եմ, որ մենք պլանը կատարել ենք լիարժեք, այնտեղ մեր խնդիրը կապված նվազագույն աշխատավարձի հետ, բայց նվազագույն աշխատավարձի հետ մեր հարաբերությունը ինչ է ցույց տալիս, որ նվազագույն աշխատավարձի փոփոխությունը մեծ հաշվով բան չի փոխում, որովհետև հիմնարկները կամ մարդկանց դարձնում են կես դրույք, եթե իրանք հակված չեն այդ աշխատավարձերը վճարելու, եւ դա մեծ հաշվով իսկ մնացած հատվածով, ասենք պետական կառավարման համակարգում, բանում հանրակրթության ոլորտում ատեստավորման այդ հարցը լուծված է, մնացած ոլորտներում ուղղակի կամ անուղղակի այդ հարցը լուծված է։ Ես նկատի ունեմ, ինչ պետք է անեինք ուրիշ, որ չենք արել սոցիալական համընդհանուր ապահովության ոլորտում։ Կան
գուցե թիրախային որոշակի խմբեր, որոնց հետ կապված հիմա հաջորդիվ շրջանում մենք մեծ խնդրեմ ունենք վթարային շենքերի հետ կապված հանրապետությունում, բայց դա ինչ որ առումով սոցիալական ծրագիր է, բայց ինչ որ առումով մենք չենք կարող ուղղակի սոցիալական 100% տրամաբանությամբ մոտենալ այդ հարցին, դա նաև տնտեսական զարգացման եւ ներդրումային հնարավորություններ է, որտեղ կառավարությունը կմասնակցի։ Ընդ որում ես վստահություն ունեմ, որ Երևանում մենք այդ մտածած բանաձևում 100%-ով կլուծենք հարցերը, լավ 90%-ով, մնացած տեղերում էլ որոշակի մեխանիզմների պատկերացումներ ունենք, որ վթարային շենքերի խնդիրները լուծվի։ Բայց մենք կներեք սոցիալական ոլորտում նախորդ 5 տարվա ընթացքում մենք կներենք կարող ենք ասենք, որ մենք չեմպիոն ենք, որովհետև մենք արել ենք ահռելի բան, որը շատ դժվար է նույնիսկ հետահայաց նայել ու հավատալ, որ այդ ամեն ինչը մենք արել ենք։